որոշ մասով ես ուսանող եմ եղել, Քարորիա ապրիլյան Քարորիա պատերազմի մասնակից եմ եւ մուլտիվերնեսի աշխատակից եմ։ Այդ 3 փուլերով ես որ անցել եմ, միշտ սեփականատերը մեր կողքին ա եղել։ Միշտ, թե որպես Քարորիայի մասնակից, թե որպես ուսանող, թե որպես աշխատակից։ Մնացած հարցերը, այն ինչ որ կա, իրանք ներքին կարգով թող լուծեն, մեզ ինչ են, մեզ չեն կպում։ Ուզում դա հասկանալ։ Ներողություն եւ ինչպեսի իրավական թե քաղաքական գործ են։ Ես չեմ ուզում մեկնաբանեմ իրավական թե քաղաքականը, փաստը մնում է նա, որ մենք աշխատանք չունենք այս բանին։ Մենք եկեք այդ դրա վրա կենտրոն։ Քանի օր է արդեն 6-րդ օրն է։ 6-րդ օրն է չունենք աշխատանք։ Մենք ուշ միացանք, քանի աշխատանք Արդեն 150 աշխատակից չունեն աշխատանք, ժողովուրդ, ամեն մեկն էլ ունի իր ընտանիքը, իր երեխեքը, իր վարկերը։ Մենք դրա վրա պիտի կենտրոնանանք։ Լուծեք մեր հարցը, բացեք ակումբը, աշխատենք, ժողովուրդ։ Իսկ ինչ հիմնավորում են Ոչ մի հիմնավորում։ Երկու շաբթի առավոտյան եկել ենք աշխատանքի, արդեն փակ չեն թույլ տվել մտնենք ներս ու անորոշ վիճակ, չգիտենք ինչ անենք։ Իսկ հաճախորդների հետ կապված նաև այստեղ հաճախորդները Դե հաճախորդները հիմա ելույթ ունենում են, բայց ոչ մեկս անորոշ վիճակ է։ Հիմա նորից եմ ասում, մենք եկել ենք ոչ թե խնդրանքով, ժողովուրդ ջան։ Մենք եկել ենք պահանջով։ Մենք չենք եկել բողոքի ակցիա անելու, մենք եկել ենք կոնկրետ պահանջով։ Բացեք մեր ակումբը, մենք աշխատում ենք։ Ամեն մեկս մեր ընտանիքն ունենք։ Հələ ամեն մեկը ձեր վրա վերցրեք, ժողովուրդ։ Սիրելի լրագրողներ ջան, ամեն մեկը ձեր վրա վերցրեք։ 10 տարի ներդրում ես, կյանք ես դնում, ժամանակ ես դնում, առավոտ գալիս ես, ասում եմ փակա, անորոշ վիճակ, չգիտեք ինչ անեք։ Դուք մեր տեղը լինեք ինչ կանեք։ Մենք էլ չգիտենք ոնց դիմենք, էս է միջոցը մնացել, որ ձեր միջոցով փոխանցենք ժողովրդին։ Չեն ասում, երբ կբացվի, Ոչ մի նորություն, անորոշ վիճակ։ Իսկ քննչական գործողություններ ներսում կատարվում են, այսինքն իրավապահները որևէ գործողություն ներսում Այդ անում են։ մասով ինֆորմացիա չեմ ես տիրապետում։ Ես որպես մարզիչ բռնցքամարտի բաժնի ղեկավար նորից պահանջում եմ, բացեք մեր ակումբը, մենք աշխատենք։ Դուք ասացիք պատերազմի մասնակից եք։ Այո, ապրիլյան Քարորիա պատերազմի մասնակից եմ։ Ու կրկնում եմ եւս մեկ անգամ, պահանջում ենք, բացեք մեր ակումբը, մենք աշխատենք։ Մնացած ձեր ներքին հարցերը դուք լուծեք։ Ինչ անենք, մենք էլ դուրս գանք Խանջանը փակենք, Սայեդնովան փակենք, Ռայսյան փակենք, չգիտեմ, փողոցներ փակելով այդ պայքարը պահանջը մեր իրականացնենք։ Հիմա նորից եմ ասում, մենք էմոցիոնալ սա բան չի, խնդիր չի, էմոցիոնալ խնդիր չի ստեղ։ Մենք պահանջ ունենք, զրկվել ենք աշխատանքից, ամեն մեկս ընտանիք ունի, երեխա ունի, բոլորը ստեղից։ Ով այդ մեր պատասխանը տալու։ Լուծեք մեր հարցը, մեր աշխատանքին գնանք, մնացածը դուք ինչ ուզում եք արեք։ Այսքանը։